Երիտասարդ քաղաքագետների ակումբը, որը գործում է Հայկական խորհրդասահարկական կազմակերպությանը կից, շարունակում է իր առցանց հանդիպումների շարքը։ Այսօր զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ։ Հանդիպումը կվարի երիտասարդ քաղաքագետների ակումբի ասոցիացված անդամ Կատերինա Հակոբյանը։ Կատերինա ջան, սիրով խոսք փոխանցում եմ ձեզ։ Տիկին Բաթոյան եւս մեկ անգամ անչափ շնորհակալություն հանդիպման հրավերը չմերժելու ու այս հանդիպումն իրականություն դարձնելու համար։ Սիրով խոսք փոխանցում եմ Կատի։ Հարգելի մասնակիցներ, ինչպես գիտեք, թեման սոցիալական հարթակների դերը քաղաքականության ոլորտում շատ ուրախ կլինենք, որ հարցերը ընդգրկեն սոցիալական մեդիան։ Տիկին Բաթոյան, սկզբից խոսքը երևի ձեզ փոխանցենք, 10-ից 15 րոպեի ընթացքում դուք ներկայացնեք թեման, այնուհետև մեր մասնակիցները հարցեր կուղղեն եւ հերթականության կտան ձեզ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես էլ եմ ուրախ մեր հանդիպման համար եւ այս նախաձեռնության, ողջունում եմ բոլոր երիտասարդներին եւ իհարկե նաեւ այս տեսա ձայնագրությունը դիտող այն մարդկանց, ովքեր կհետաքրքրվեն թեմայով, որովհետեւ համենայն դեպս իմ կարծիքով հետաքրքիր է այսօրվա տեխնոլոգիաները եւ սոցիալական մեդիան որպես գործիք տեսնել քաղաքացիների հետ շփման, հաղորդակցման եւ իհարկե քաղաքականությունը հասցեագրելու իմաստով այդ նպատակով շատ կարճ երևի մոտ 10 րոպե գուցե ամենաշատը ես խոսեմ հիմնական շեշտադրումներ անեմ, թե ինչով է ինձ համար հատկապես կարևոր եւ իմ ոլորտի համար սոցիալական մեդիան, այն ոլորտի, որտեղ ես եմ աշխատում եւ որ ոլորտում որ քաղաքականություն եմ մշակում կամ իրականացնում եմ, իմ աշխատանքը նաեւ մոնիթորինգի, վերահսկողության գործառույթները որպես պատգամավոր եւ դրանից հետո արդեն սիրով կպատասխանեմ նաեւ ձեր հարցերին, եթե դեմ չեք։ Ես նախ իհարկե խոսելով հաղորդակցման մասին, քաղաքացիների հետ հատկապես շատ երկար կարելի է սոցիալական մեդիայի դերը կարևորել, նշանավորել եւ շատ դժվար է դա թերագնահատել, հատկապես մեր օրերում, ես կարծում եմ առանց դրա չկա որևէ աշխատանք, որևէ ոլորտ, որտեղ կարելի է արդյունավետ գործել։ Եվ հետևաբար այս գործիքը կարևոր եմ համարում հատկապես քաղաքականություն մշակողների եւ իրականացնողների դեպքում, հետևաբար երկու բանի կան գործոնի կանդրադառնամ, երկու բան կնշեմ, այլապես շատ երկար կարող եմ խոսել, ինչով է կարևոր գործիքը սոցիալական մեդիան քաղաքականության մշակման արդյունքում մշակման ընթացքում եւ դրանից հետո ինձ համար մասնավորապես առաջին բանը որ կուզեի նշել իհարկե հաշվետվողականությունն է երբ մենք քաղաքական գործիչներս եւ հատկապես պատգամավորներս նախընտրական շրջանում քվե ենք ստանում, քվեի համար քարոզարշավ ենք իրականացնում եւ փորձում ենք նաեւ մեր ծրագրերը ներկայացնել ընտրողին խոսելով այն մասին, թե ինչ ենք ցանկանում իրականացնել եւ հետո երբ արդեն մանդատ ենք ստանում եւ պատվիրակվում ենք այդ քաղաքականությունը իրականացնելու, մենք հիմնականում այդ ամբողջ ընթացքում խոսում ենք, ես նկատի ունեմ քարոզարշավի ընթացքում որպես ծրագիր մեր ընտրողին քաղաքացիներին ներկայացնում ենք այն ամենը, թե մենք ինչ ենք ուզում անել, այստեղ խոսքը ավելի շատ ինչի մասին է, երբ մենք անդրադառնում ենք ինչին ինչ անել, այս ոլորտում ինչ անել, այն ոլորտում ինչ անել եւ այլն, այսինքն մեր հիմնական թեման ինչն է։ Եվ երբ մենք այստեղ իհարկե մանդատ ենք ստանում քաղաքականություն իրականացնելու, մենք նաեւ արդեն հետագայում որպես դրա նաեւ իրականացնողներ, որպես իշխանություն, որպես կառավարող թիմի անդամ, որպես կառավարության անդամ նաեւ մեզանից ոմանք, արդեն սկսում են այդ ինչը իրականություն դարձնել տարբեր քայլերով, գործողություններով, կառավարության ծրագրով, որը անդրադառնում է արդեն ինչպեսին, ինչպես դա անել։
Եվ մենք իհարկե այս փուլում արդեն ունենք այդ մանդատը իրականացնելու, որովհետև մեզ քաղաքացիները պատվիրակել են գնալ անել այս կամ այն բանը, այս կամ այն բարեփոխումը, եւ այդ իմաստով մենք այո ունենք լեգիտիմություն, բայց շատ կարեւոր եմ համարում նաեւ քննարկել ինչպեսի, այսպես գործընթաց, այսպես ասեմ, եւ ինչու, որովհետեւ ինչպես են մանր քայլերն են, ավելի փոքր քայլերն են, որոնք բերում են մեր այդ վերջնանպատակին։ Եվ հենց այստեղ է, որ շատ հաճախ մենք կարող ենք հանդիպել դիմադրության։ Ինչու ենք հանդիպում դիմադրության, որովհետև մարդիկ սովորել հին տարբերակներին, ավելի իրենց հասկանալի, ընդունված մեթոդների եւ շատ դժվար են հարմարվում կամ դժվար են ընդունում նաեւ բարեփոխումները, նորարարությունները։ Եվ այս ինչպեսի դեպքում, թե ինչպես իրականացնել այս կամ այն ծրագիրը շատ կարևոր է հենց հաղորդակցվել քաղաքացիների հետ, որովհետև օրինակ, հա, երբ մենք ասում ենք պիտի ասենք զարգացնենք տնտեսությունը կամ նպաստենք, չգիտեմ, աղքատության կրճատմանը, այո, սա շատ լավ ծրագիր է, բոլորը համաձայն են, բայց թե ինչպես պիտի դա անենք, միշտ չէ որ բոլորը այդ մեթոդներին կարող է համաձայնեն կամ կարող են ընդունելի համարել։ Հետևաբար ինձ համար կարևոր է նաև այս հաղորդակցումը իրականացնել այն մակարդակում, երբ մենք խոսում ենք ինչպեսի մասին, այսինքն մեթոդների մասին։ Եվ սա հաշվետվողականություն է իմ կարծիքով, որովհետև մենք նորից եմ կրկնում, կարող ենք քննարկել ոչ միայն մեր նպատակները, այլ ծրագրերը, միջոցները այդ նպատակներին հասնելու համար, որպեսզի ավելի արդյունավետ կարողանանք այն իրականացնել։ Եվ սա եւս ինձ համար կարևոր է որպես հաշվետվողականության ցուցիչ, բաղադրիչ։ Եվ երկրորդը, այսինքն առաջինը ինչով է կարևոր հաշվետվողականության համար, որովհետև նորից եմ կրկնում իրականացման փուլում եւս կարևոր է այդ հաղորդակցումը եւ հաշվետու լինել, թե այն ինչը որ դու խոստացել ես, ինչպես ես իրականացնում։ Եվ երկրորդը ինձ համար շատ կարևոր է արդյունավետությունը։ Իսկ արդյունավետության համար կրկին կարևոր է քաղաքացու փորձը, մարդկանց կարծիքը, իրենց կենսափորձը, եւ այստեղ դու չես կարող միայն օրինակ նույն միջազգային փորձի վրա հիմնվելով, միայն քո կրթության, քո փորձի վրա հիմնվելով ծրագրեր մշակել, դրանք ավելի մանրամասն, հա, այնպես մտածել, որ բոլոր խնդիրները կամ բոլորի կարիքները հաշվի առնես, հետևաբար որքան շատ ես դու հաղորդակցվում մարդկանց հետ եւ որքան շատ ես նկատի առնում նրանց փորձը, այդքան արդյունավետ է դառնում քո ծրագիրը, քո քաղաքականությունը։ Եվ այս արդյունավետության իմաստով շատ կարևոր է նաև բացերի վերհանումը, որովհետև փորձը կարող է օգտակար լինել նաև այն իմաստով, որ դա հաճախ կրկնվող չէ։ Մենք ամեն օր հանդիպում ենք, զրուցում ենք քաղաքացիների հետ, սովորում ենք նրանց փորձից բաներ, որոնք մենք ընթացքում երբեմն հաշվի չենք առել ու չէինք էլ կարող, որովհետև այնպիսի դեպքեր են հանդիպում, որ չգիտեմ, գուցե դա մի խումբ մարդկանց կյանքում չէր կարող պատահել, հա, այսինքն պետքա երկրի մակարդակով դա ուսումնասիրել, պետքա անհատական մակարդակով դա հասկանալ, լսել, ընդունել։ Եվ ինձ համար կարևոր է այս իմաստով առանձին փորձը, առանձին կյանքա մարդկանց կենսափորձը, որի դեպքում ես անընդհատ սովորում եմ եւ դրանով եմ նաեւ արդյունավետ դարձնում կամ փորձում արդյունավետ դարձնել այն ծրագրերը, որոնք մենք մշակում ենք քաղաքացիների համար։ Այսինքն քաղաքականությունը, հետևաբար այս մասնակցությունը եւ այդ իրենց ներգրավվածությունը, իրենց փորձը ներառելը, այս իմաստով ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է հենց քաղաքական գործչին իր քաղաքականությունները ավելի արդյունավետ մշակելու համար։ Այսինքն ես երկու բան առանձնացրեցի որպես ամենակարևոր բան հաղորդակցման համար մեդիայի միջոցով, սոցիալական մեդիայի, այսինքն հաշվետվողականությունը ապահովելու եւ գործունեության արդյունավետությունը ապահովելու եւ մի քանի բան էլ ուղղակի կնշեմ որպես հավելում ու արդեն կարող եմ բացել հարթակը հարցերի համար։ Ինչ եմ անում, հա, կամ ինչպես եմ անում, երևի տեղյակ եք, որ ես նաև մասնագիտությամբ լրագրող եմ եւ
երկար տարիների փորձ ունեմ որպես խմբագիր աշխատելու, մեդիան օգտագործելու, բլոգ վարելու, բլոգինգով եմ զբաղվել, տարբեր սոցիալական հարթակներում էջեր ունեի եւ նույնիսկ դասընթացներ էի վարում, մի խոսքով, այս իմաստով իմ փորձը շատ օգնում է ինձ եւ ես գիտեմ, թե այն ինչ դեր կարող է կատարել ընդհանրապես որևէ հարցում իրազեկություն բարձրացնելու, վերաբերմունք փոխելու, մարդկանց կրթելու, մարդկանց համախմբելու իմաստով, հետեւաբար իմ նախորդ փորձը, այսպես ասած, բեքգրաունդը նաև օգնում է ինձ այս իմաստով։ Ես իհարկե համարում եմ, որ մեդիան գործիք է, սոցիալական մեդիան, սոցիալական հարթակները գործիք են, որոնք պետք է օգնեն մարդուն հասնելու իրենց նպատակին, նկատի ունենալով թե ռիսկերը, թե մարտահրավերները եւ թե առավելությունները, որովհետեւ ցանկացած բան, ցանկացած գործիք ունի եւ առավելություններ եւ ռիսկեր կամ թերություններ։ Հետևաբար կախված նրանից, թե դու դա ինչպես կօգտագործես, այդպես էլ այդպիսի արդյունք կունենաս։ Ինձ համար նաև առաջնային է հասանելի լինել նրանց համար, ովքեր ավելի քիչ հնարավորություններ ունեն եւ ավելի նվազն ռեսուրսներ։ Մեդիան առաջին հերթին նաև այս իմաստով եմ օգտագործում, որովհետեւ հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում, տարեց մարդկանց դեպքում, մարզերում բնակվող քաղաքացիների պարագայում քաղաքական գործիչը, քաղաքականություն մշակողը, որոշում կայացնողը կարող է հասանելի դառնալ հենց սոցիալական մեդիայի միջոցով եւ ես հենց դա եմ փորձում անել նաեւ իմ տարբեր հարթակների միջոցով եւ հետադարձ կապ ապահովել։ Ինձ համար ամենակարևորը սա է եւ իմ նաեւ հիմնական գործիքներից է օնլայն ընդունելություններ կազմակերպելը, հա, տարվա մեջ 1-2 անգամ, բացի այն ընդունված ավանդական ընդունելությունը, որ ունենում եմ ազգային ժողովում, ես կազմակերպում եմ նաև բնականաբար օնլայն ընդունելություններ, ես չեմ խոսում այն մասին, որ գրեթե ամեն ժամյա, ամեն, չգիտեմ, րոպեվա բանով, ռեժիմով, այսպես ասած, կապի մեջ եմ ես, իմ օգնականը կապի մեջ են քաղաքացիների հետ սոցիալական մեդիայի մեջերով։ Հետևաբար նաև սա կարևոր է ինձ համար որպես հասանելիություն այն մարդկանց, ովքեր ավելի քիչ ռեսուրս ունեն եւ ավելի քիչ են լսելի մյուս քաղաքացիների հետ համեմատում։ Հետադարձ կապը արդեն խոսեցի սրա մասին, ես կուզեի նաև նշել, որ երբեմն ես փորձում եմ հնարավորինս, հա, լինել հասանելի եւ լինել իրադարձությունների ու, այսպես ասեմ, իրադարձությունների կենտրոնում իրական կյանքի, իրական, ուրեմն աշխարհում չկտրվելով իրականությունից, ինչ եմ ուզում ասել, երբեմն ես նաև սոցիալական մեդիայի միջոցով փորձում եմ ցույց տալ այն միջավայրը, որտեղ ես ապրում եւ աշխատում եմ։ Ինչու եմ սա անում, ցույց տալու համար մարդկանց, որ ես իրենց հետ միասին ապրում եմ, հա, այսինքն նույն երկրում ունեմ նույն խնդիրները, ունեմ նույն դժվարությունները, ունեմ նույն առավելությունները, ունեմ նույն հնարավորությունները եւ այլն, այսինքն ցույց տալու մարդկանց, որ իմ եւ իրենց աշխարհը այդքան տարբեր չի եւ ցանկության դեպքում, այսինքն ես ունեմ այդ հնարավորությունը կապ հաստատելու եւ առնչվելու իրենց հետ, հասկանալու իրենց եւ հակառակը, այնպես անելու, որ իրենք առնչվեն ինձ հետ եւ հասկանան ինձ եւ երբեմն էլ նաեւ իմ տեղում, հա, լինելը, հայտնվելը ցույց տալ, որ դա ինչ որ անիրատեսական եւ ինչ որ, այսպես ասեմ, ոչ ռեալ ինչ որ բան չի մարդկանց համար, ես խոսում եմ այս դեպքում հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար, որովհետև ուզում եմ նաև որպես օրինակ ծառայել խրախուսելու համար իհարկե։ Երևի այսքանը եւ վերջում ուղղակի ավելացնեմ, որ իմ հարթակների միջոցով նաև մոնիթորինգ եմ իրականացնում երբեմն, այսինքն փորձում եմ քաղաքացիներին եւս ներգրավել այդ մոնիթորինգի իրականացման գործընթացում, որովհետեւ դա նաև падգամավորի
գործառույթներից մեկն է, իհարկե եւ քաղաքականության նկատմամբ մոնիթորինգ եւ ընդհանրապես տարբեր ծառայությունների, որոնք նախատեսված են քաղաքացու համար եւ որոնք պետք է քաղաքացու կյանքը ավելի հեշտ եւ լավը դարձնեն։ Այս իմաստով ես եւս փորձում եմ ցույց տալ դա, մոնիտորինգ անել եւ դա նաեւ հրապարակել իմ սոցիալական էջերում։ Երևի այսքանն է, ինչպես ասեցի, ես երկար կարող եմ խոսել առավելություններից սոցիալական մեդիայի, բայց կուզեմ արդեն նաեւ որպես ձեր հարցերին պատասխան անդրադառնալ դրանց։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ներածական խոսքի համար Տիկին Բաթոյան։ Խնդրեի մեր մասնակիցներին հերթագրվել հարցերի համար, իսկ մինչև մեր մասնակիցները հերթագրվեն, ես իմ հարցերը ուղղեմ։ Ներողություն եմ խնդրում, ինչպես հերթագրվել։ Ներքև ձեռք բարձրացնելու հնարավորություն կա։ Reaction Այսպիսով իմ հարցը Տիկին Բաթոյան, ապագայում ընտրություններ են, առաջիկայում ընտրություններ են եւ մենք գիտենք, որ սոցիալական մեդիան շատ մեծ ազդեցություն ունի մանավանդ 2026 թվականի ընտրություններին, ինչպես է գնահատում սոցիալական մեդիայի դերը, թե իշխանական, թե ընդդիմական ուժերի օգտագործած մեթոդները եւ երկրորդ հարցը դուք ձեր խոսքի վերջում նշեցիք մոնիթորինգ իրականացնելու մասին, ինչպիսի KPI-ներով եք դուք առաջնորդվում, եթե գաղտնիք չէ, եւ փոփոխությունների ենթարկվում են ձեր KPI-ները, թե ունեք հստակ KPI-ներ, որոնք միշտ կան եւ ձեր համար արժեք են։ Շնորհակալություն։ Ես առաջարկում եմ KPI-ը բացած ասել, որովհետև մենք հանրային ենք նաև խոսում եւ մարդիկ, որոնք որ տեղյակ չեն, հա, այսինքն ինչի մասին է խոսքը, որպեսզի այդպես հնչի չափանիշների մասին է խոսքը, ինչ չափանիշներով եմ, հա, ես առաջնորդվում գնա մոնիտորինգի մասին, եթե բարձրաբանեք Նկատի ունեի այն չափանիշները, որոնցով իրականացնում եք մոնիթորինգը, դրանք կարող են լինել տարբեր ոլորտների, թե սոցիալական, թե խիստ քաղաքական։ Հասկացա։ Եկեք վերջին հարցից են սկսեմ։ Չափանիշները տարբեր են, իհարկե, դրանք երբեմն կարող են լինել համապատրաստից, այսինքն երբեմն պարզապես ընթացքի մասին տեղեկատվություն է տրամադրվում, բայց հիմնականում իհարկե ես հիմնվում եմ այն չափանիշների վրա, որոնք գոյություն ունեն։ Օրինակ ամենաթարմ օրինակները կարող եմ բերել մատչելիության, հիմնականում մոնիթորինգը ես իրականացնում եմ հատկապես մատչելիության ոլորտում, եւ եթե մենք խոսում ենք տրանսպորտային մատչելիությունից, օրինակ, որը վերջերս իրականացրել եմ, ես նկատի եմ ունենում, օրինակ, ինչպիսի գործառույթներ կան, հա, ինչպիսին պետք է լինի այդ ծառայության մատչելիության չափանիշներից։ Հա, այսինքն օրինակ, չգիտեմ, վարորդի վերաբերմունքը, ծառայությունները, մեքենայի, ավտոբուսի տեխնիկական հնարավորությունները, կանգառները եւ այլն եւ այլն։ Այսինքն այս բոլորը չափանիշներ են, որոնք ինձ ծանոթ են, որոնց մասին ես տեղեկություն ունեմ եւ դրանք հանրահայտ են նաեւ, այսինքն եթե նույնիսկ ես դրանց մասին ենթադրենք, թե տեղեկություն չունեմ, դրանք բաց աղբյուրներում հասանելի են եւ դրանց վերաբերյալ տարբեր ուրեմն միջազգային կազմակերպություններ եւ տեղականի դեպ ունեն ուղեցույցներ։ Շատ կարևոր է այդ ուղեցույցներից օգտվելը, իդեպ եթե մենք խոսում ենք նաեւ երիտասարդների հետ եւ երիտասարդների համար, դրանք շատ կարևոր են, սիրելի երիտասարդներ, եւ դրանք շատ հաճախ կան։ Օրինակ, երբ մենք խոսում ենք ֆիզիկական մատչելիությունից, հա, երբ օրինակ էլի վերջին օրինակը բերեմ, Ալավերդու մշակույթի կենտրոնի վերաբերյալ, հա, երբ ես օրինակ տեսնում եմ հրապարակում, որ Ալավերդու մշակույթի տունը, եթե չեմ սխալվում, հիմնանորոգվել է, տարբեր կազմակերպություններ են միջազգային աջակցել, նաև կառավարությունն է աջակցել, համայնքը եւ այլն։ Եվ ես հարցում եմ ուղարկում, որովհետև այդ տեսանյութերից բարձ չի ինձ համար դա մատչելի է, թե ոչ, ես հարցում եմ ուղարկում, պատասխանով ստանում եմ, որ ամբողջությամբ մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար, պատասխանն նավակում։ Բայց հետո երբ
ինքս սկսում եմ ճշտել, օրինակ, ինչ ասել եմ ամբողջությամբ մատչելի, հարցնում եմ, արդյոք վերելակ կա երկու հարգանիշենք, ինձ ասում եմ ոչ։ Այսինքն, եթե ես չունենամ այդ չափանիշները եւ ես չիմանամ մատչելիության չափանիշները որոնք են, իսկ դրանք ամրագրված են նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այսինքն մատչելիության չափանիշներ կան, հա, եւ այլն։ Բնականաբար շատ կարեւոր է այդ չափանիշը, եւ չենք կարող մենք օրինակ սիրողական մակարդակով գնալ մտնել այդ մշակույթի տուն եւ սենց այսպես նայել շուրջը տեսնել մի թեքահարթակ, որը տանում է դեպի առաջին հարկ, սան հանգույցը տեսնել, որ դռները լայն են եւ երկու հատ բան կա ամրացրած եւ ասել, որ այո, սա մատչել է, սա սիրողական մոտեցում է։ Այսինքն եթե կան չափանիշներ, իսկ այդպիսիք հիմնականում լինում են, մենք պարտավոր ենք օգտվելու դրանից եւ ես կարծում եմ դա պրոֆեսիոնալ մոտեցում է եւ ոչ միայն падգամավորի կամ քաղաքական գործչի համար, այլ ցանկացած մեկի, ով ուզում է մոնիթորինգ իրականացնել, այսինքն հենց KPI-ների հիման վրա պիտի ինքը իրականացնի մոնիթորինգ։ Երկրորդ հարցին անդրադառնամ, որը վերաբերում է օգտագործվող գործիքներին, մեթոդներին, քարոզարշավի ընթացքում, հա, կամ նախընտրական փուլումի խոսքով, ես կարծում եմ, որ քանի որ օրենսդրությամբ մենք շատ կարգավորումներ չունենք on-line տիրույթի վերաբերող, հա, այսինքն նույնիսկ երբ օրինակ մենք խոսում ենք, որ նախորդ օրը պետք է լռություն լինի եւ ոչ մի քարոզարշավ չպետք է լինի, դա անիրատեսական է, որովհետեւ նախորդ օրվա հրապարակումները անընդհատ պտտվում են եւ ոչ մի լռության մասին չի կարող խոսք գնալ, հետեւաբար իմ կարծիքով այստեղ շատ դժվար է չափանիշներ պահելը եւ պետք էլ չի երբեմն անիրատեսական որոշակի սահմանափակումներ ունենալը։ Ես կարծում եմ առաջին հերթին մենք պիտի նախ ինքնակարգավորվող ուրեմն գործիքներ ունենանք, եթե մենք խոսում ենք օրինակ դրանց մասին, ես կարող եմ մեր օրինակը բերել մեր կուսակցության քաղաքացիական պայմանագիրը, գիտեք, որ վերջերս հրապարակել է էթիկայի կանոնագիր, եւ այստեղ մենք խոսում ենք, հա, փոխադարձ հարգանքի, մարդու արժանապատվության, իրավունքների նկատմամբ հարգանքի, ատելության խոսքի մերժման եւ այլն եւ այլն։ Այսինքն առաջինը պիտի քաղաքական ուժը ինքնակարգավորվող մեխանիզմներ ունենա, որպեսզի ինքնակարգավորող, այսինքն ներքին կանոնակարգեր, որոնք սեփական էթիկայի եւ սեփական ասեմ լավ զսպման մեխանիզմներ կառաջարկեն եւ բնականաբար դա արդեն քաղաքական մշակույթ է։ Եվ սա պիտի բայց բոլոր ուժերը կարողանան ինչու, որովհետև իրենց մեջ պիտի գտնեն ուժ, ազնվություն եւ պատասխանատվություն նաեւ։ Եվ երկրորդը ես կարծում եմ գրագիտության մասին է այստեղ խոսքը, մեդիագրագիտության, որը իհարկե աստիճանաբար փոփոխություն է կրում, նկատի ունեմ քաղաքացիները բավականին փոխվել է իրենց վերաբերմունքը, ընկալումները, բայց այս իմաստով մենք շատ անելիքներ դեռ ունենք եւ ցավոք շատ հաճախ այո քաղաքական ուժերը սոցիալական մեդիայում օգտվում են քաղաքացիների վստահությունից, քաղաքացիների մեդիագրագիտության ցածր մակարդակից երբեմն եւ տարբեր մանիպուլատիվ մեթոդներով փորձում են հատկապես ապատեղեկատվություն տարածել, որովհետեւ այս պարագայում չկա այլ ասելիք, նկատի ունեմ նոր ասելիք, նոր առաջարկ հակափաստարկ որպես այդպիսին, համենայն դեպս մեր առաջարկներին, քաղաքացիական պայմանագրի կամ իշխող ուժի, դրան հակափաստարկներ չկան եւ իրենք պարզապես ինչ որ բանով լցնելու համար դաշտը ապատեղեկատվությամբ են լցնում այն, ցավոք։ Շնորհակալություն պատասխանի համար, շատ բովանդակալից էր։ Հարգելի մասնակիցներ, Արփի Պետրոսյան, հաջորդ հարցի համար։ Իմ բացան, դուք հիմնականում խոսեցիք սոցիալական մեդիայի դրական կողմերից, հաշվետվողականության, քաղաքացիների հասանելիության եւ այլն, բայց կա նաեւ դրա բացասական կողմը։ Ես հիշում եմ հատկապես այն ժամանակ, երբ դուք նոր եք բացել ձեր TikTok-յան էջը, ես հիշում եմ, թե որքան մեծ հոսք կարապետության, ինչ որ աբյուզիվ խոսքերի, այօրինակ ինչպես եղավ այն անցնում, որ հասանք այն կետին, որ հիմա ոչ նորմալ է սոցիալականից չունենալ, որովհետեւ ես հիշում եմ այն ժամանակ, երբ դուք բացել եք, դա մտածեք
տարօրինակեր ունենալը։ Հիմա տարօրինակ է TikTok-յան սոցիալոգիաներ չունենալը։ Այս մասով ու մյուս մասով ոչ թե հարց է որ կարծիք կուզեի ասել, օրինակ ձեր վերջին տեսանյութերից մեկը մեկ օր պատգամավորվել, եթե չեմ սխալվում, ձեր առօրյան եք ներկայացնում մեկ օրվա ընթացքում, օրինակ ինձ դա շատ հետաքրքիր ու կարծում եմ բավականին լավ պրակտիկա է դա քաղաքացիներին, պատգամավորների առօրյան ցույց տալու։ Առաջին մասով հարցը ես հարցը Ինչպիսին է ձեր վերաբերմունքը նաև այդ բացասականի մասով ու ինչպիսին էր այդ անցումը նրանից, որ ձեր արածը բացասական էր ընկալվում ամենասկզբում, մինչև հասանք այն պահի, որ բացասականը այն, որ պատգամավորի չունենա կամ առհասարակ քաղաքական գործիչի չունենա սոցիալական։ Դե գիտեք ոնց է, ինձ համար միշտ նորմալ ա եղել սոցիալական էջեր ունենալը, դրա համար ինձ համար միշտ տարօրինակ ա եղել, երբ թե մենք խոսել ենք սոցիալական էջերում ներկա լինելու մասին, այսինքն ներկա չլինելու մասին կամ մեկ էլ հայտնվելու մասին, դրանք ինձ համար միշտ տարօրինակ են եղել ու երբ նույնիսկ իմ գործընկերներն են այդ մասին տարօրինակ, երբ իրենք են տարօրինակ համարել դա, ինձ համար տարօրինակ էր հատկապես ու մինչև հիմա էլ քաղաքացիներ կան, որ զարմանում են հենց TikTok-ի հետ կապված, այսինքն եթե Facebook-ում ես օքեյ է, եթե Instagram-ում ես օքեյ է, եթե դու YouTube-ում էջ ունես օքեյ է, բայց եթե TikTok-ում ես չէ, ես դա չեմ հասկանում, նախ ասեմ, որ ես TikTok-ը համարում եմ հաջողված սոցիալական էջերից մեկը, ցանցերից մեկը, ինքը հրաշալի հարթակ է, ես TikTok-ի միջոցով տարբեր հրաշալի կերպարներ եմ հայտնաբերել, որտեղ ծանոթանում ուսումնասիրում եմ տարբեր խնդիրներ, որը երբեք չէի իմանա, որոնց մասին, եթե չլիներ TikTok-ը։ Խոսքը եւ Հայաստանի մասին է, եւ Հայաստանից դուրս ապրող մարդկանց, այսինքն այն հնարավորությունը տալիս քաղաքական գործչին տեսնելու մարդու խնդիրներով, իրեն հուզող խնդիրներով եւ իր առաջնահերթություններով, հա։ Այդ իմաստով ես շատ գնահատում եմ TikTok-ը, իմ ամենասիրած հարթակներից մեկն է եւ երբեք չեմ մտածել, որ դա վատ է կամ ինչ կմտածեն իմ մասին եւ այլն, թե չեմ սխալվում 22 թվականից եմ ես TikTok-ում եւ այդ ժամանակ կայքերը նույնիսկ գրել էին այդ մասին, որ ես TikTok-յան հարթակում եմ եւ դրանով միանգամից գալով ձեր երկրորդ մեկնաբանությանը առաջին թե երկրորդ, չգիտեմ որերորդ հրապարակումներ, բայց այն հրապարակումը, որը ես արեցի Ազգային ժողովի դահլիճից, նիստերի դահլիճից, դա ամենամեծ դիտումը բերեց եւ հենց դա էր, դրանով էր, որ բոլորը տեղեկացան, որ ես TikTok-ում եմ ու գրեցին կայքերը եւ այլն, ինչու, որովհետեւ այդ այսպես ասած ռակուրսից, այդ դիրքից եւ այդ ներսից, այսպես ասած, ոչ թե մեզ շատ սովոր կամերաներից ազգային ժողովը նկարած չկար, այսինքն նու բացի այն դեպքերը, երբ որ մենք բան ենք այդ ծկրտուկն են, հա, նկարում ընդդիմադիրները բանում, այդ չեմ հաշվում։ Ու դա էլ է իդեպ դա էլ է շատ բան դիտում բերում ոչ միայն այն պատճառով, որ դա ծեծկրտուկ է, որովհետև այդ մեծ կամերաներն էլ են դրանում եմ, այլ այն պատճառով, որ դա ոչ թե հիմնական ուրեմն տեսախցիկներն են նկարում, այլ հեռախոսներն են նկարում եւ մարդիկ ովքեր ներսում են եւ ովքեր մասնակից են։ Սա ինչ է նշանակում, քաղաքացուն միշտ հետաքրքրում է այն տեսարանը կամ կադրը այնտեղից, որտեղ որ ինքը չի լինում, որտեղ որ ինքը մուտք չունի, հա։ Դա, ասենք, падգամավորի եղած տեղն է, դահլիճն է, նիստերի դահլիճն է եւ հենց իրա կողքից, իրա նստարանից, իրա միկրոֆոնից, ամբիոնի մոտից, իրա կաբինետն է, падգամավորի, այս ինչի եմ ասում, падգամավորի, հիմա մենք падգամավորի մասին ենք խոսում, հա, այսինքն դա ցանկացած մարդու դեպքում, եթե մարդը ինֆորմացիա չունի եւ հատկապես այն պարագայում, երբ մենք շատ երկար ժամանակ ուրեմն փակ համակարգ ենք ունեցել, մեզ այդ ամենը հասանելի եւ հասկանալի չի եղել եւ ես շատ լավ հիշում եմ այս օրինակը, երբ հեղափոխությունից հետո վարչապետը իր առաջին տեսանյութը նկարեց
հեռախոսով ես համոզված եմ, որ դրանով վերջանալու է, այսինքն վերջ արդեն հեղափոխությունից հետո դե չենք ունենալու բան, չգիտես ինչու, որևէ մեկից նման բան չէր ասել, բայց ես իմ պատկերացումներով այդպես, բայց ես հիշում եմ այն հետաքրքրությունը եւ այն չեմ կարող ասել շոկը կամ այն նորությունը, երբ վարչապետը նկարեց առաջին տեսանյութը նախագահականից, որ ինքը այսինքն դա ինձ թվում է, որ այդ նույն մոտեցումն է, երբ որ մարդիկ արդեն հասկանում են, որ իրենք հասանելի են այդ հեռախոսների միջոցով եւ այդ հաշվետվողականության, մի խոսքով, չգիտեմ, մենք ենք սա բերել, մեր հետ միասին է, հա, սա եկել բան, կառավարման համակարգ, չգիտեմ, ազգային ժողով կառավարություն, բայց դա շարունակում է հետաքրքիր լինել մարդկանց եւ բոլոր ամենտեղ է դա հետաքրքիր եւ ես չեմ հանանի ասել, որ այս մոտեցումը հետո նաեւ աշխարհում տարածվեց ու շատ տեղեր, օրինակ ես նայում էի տարբեր, հա, Գերմանիայի կանցլերը էջ ունեցավ, հետո նույն TikTok-ում եւ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի ղեկավարներ դա սկսեցին օգտագործել եւ այսօր էլ իրենք կան եւ TikTok-ում եւ տարբեր այլ հարթակներում, սա միշտ մարդկանց հետաքրքիր է, պետքա դա պարզապես օգտագործել, իհարկե ի նպաստ քաղաքացիների եւ ի նպաստ այն քաղաքականության, որը դու վարում ես։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Համեստ Բեգլարյան, խնդրեմ։ Նախ ողջունում եմ բոլորիդ, բարև ձեզ Տիկին Բաթյան, շնորհակալություն նման հնարավորության համար։ Հարցս հետևյալն է, նախ եւ առաջ դուք խոսեցիք սոցիալական մեդիայի դրական կողմերի մասին, ինչպես նաեւ որոշ չափով բացասական կողմերի, մարտահրավերների եւ վտանգների, սակայն կցանկանայի, որ դուք ավելի ընդհանրացնեիք ձեր պատասխանը հետևյալ հարցի շուրջ, որոնք են այն հիմնական վտանգները, որոնց զբաղվում են պետական պաշտոնյաները սեփական սոցիալական մեդիայում ակտիվ լինելու դեպքում եւ հիմնականում դուք եք ակտիվ լինելու սոցիալական մեդիայում, ձեր կարծիքով որ հարթակն է այսօր առավել արդյունավետ պետական քաղաքականությունը բացատրելու եւ քաղաքացիներից շփվելու համար։ Շնորհակալություն։ Ճիշտն ասած, վտանգ որպես այդպեսին ես չեմ տեսնում, նկատի ունեմ սոցիալական հարթակները վտանգ չեն կարող ներկայացնել ինքնին, հա։ Ես ինքը ռիսկեր կան, որոնք են այդ ռիսկերը։ Այդ ռիսկերը կարող է լինել այն դեպքում, երբ մենք խոսում ենք ոչ փորձառու քաղաքական գործչի մասին։ Երբ քաղաքական գործիչը կարող է օրինակ չափից դուրս էմոցիոնալ լինել, արձագանքել ատելության խոսքին, երբ խտրականություն կարող է տարածել, երբ ինքը խտրական կարող է լինել եւ նույնիսկ մտադրություն երբեմն չունենա, բայց իրեն ուղված օրինակ ատելության խոսքին պատասխանել ատելության խոսքով եւ այլն։ Ես հիմնական ռիսկերը այստեղ եմ տեսնում, այսինքն եթե մարդը չունի փորձ, չունի փորձառություն, այստեղ կարող է լինել ռիսկ։ Այլ ռիսկ ես չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ես սովորաբար իմ սոցիալական էջերը երկար տարիներ չեմ վարել այն սկզբունքով, որ նույն բանը բոլոր էջերում չեմ տեղադրել, այսինքն գիտեք, տարբեր առանձնահատկություններ ունեն, այսինքն TikTok-ը մի առանձնահատկություն ունի, Instagram-ը մեկ այլ, Facebook-ը, LinkedIn-ը եւ այլն, դրանք տարբեր առանձնահատկություններ ունեն եւ ես սովորաբար տարբեր նյութեր եմ տեղադրել, որովհետեւ սովորաբար դա կանոն է, եթե չեմ սխալվում, ես ժամանակին այդպես գոնե գիտեի, եթե ինչ-որ բան է փոխվել, չգիտեմ, որ մարդիկ պիտի տարբեր, եթե ուզում եք, որ ձեր բոլոր էջերին հետևեն, հա, կամ մի քանի էջի, պիտի տարբեր բան առաջարկես, այլապես եթե նույն բան ինքը ամեն էջում պիտի կարդա, դա խնդիր է։ Այդ սկզբունքով էի առաջնորդվում, բայց վերջերս նաև տեսել եմ, որ օրինակ տեսանյութերը որոշ տեսանյութեր նաև պետքա կրկնվեն եւ Facebook-ը հատկապես բավականին ակտիվացնում է էջը։ Ես տեսանյութեր հատկապես TikTok-ի տեսանյութերը Facebook-ում քիչ էի տեղադրում։ Իմ կարծիքով լսարանը տարբեր է։ Օրինակ, այսպես ասեմ, TikTok-ի իմ հետևորդների մեծ մասը տղամարդիկ են։
Instagram-ի հետևորդների մեծ մասը կանայք։ Facebook-ում շատ քիչ են մեկնաբանություններ անում, հետադարձ կապը շատ քիչ է լինում ի տարբերություն օրինակ TikTok-ի, բայց վերջերս սկսել են ակտիվանալ։ Այսինքն տարբեր են լսարանի առանձնահատկությունը տարբեր է եւ արդյունավետությունն էլ է տարբեր։ Տեսեք, իմ լսարանը սոցիալական ոլորտն, այսինքն մարդիկ են, որոնք կարող է ունենան սոցիալական խնդիրներ, կարող է ունենան սոցիալական ոլորտի հարցեր, կրթության, առողջապահության եւ այլն։ Քաղաքացիներ, որոնք գուցե շատ տեղեկություններ չունեն պետական ծրագրերից, չունեն բավարար գիտելիքներ կամ ինֆորմացիա, ինչպես եւ ուր դիմել, հա, տարրական բաներ կան, որոնք մարդիկ ուղակի չգիտեն։ Օրինակ այնտեղ նստել եւ խոսել, չգիտեմ, թեմաների մասին, որոնք մի փոքր ավելի կրթական այլ մակարդակ են պահանջում, գուցե բարդ լինի, չգիտեմ, չեմ կարող ասել, համենայն դեպս ինձ թվում է, որ իմ լսարանը, կախված քո լսարանից, թե դու որ ոլորտի քաղաքական գործիչ ես, որ ոլորտով ես հետաքրքրված, դա շատ կարևոր է, ու եթե դու խոսես մի բանի մասին, որը այսպես ասեմ, չի համապատասխանում, հա, այդ լսարանում դու չունես այդ լսարանը, այդ սոցիալական մեդիայում դու առնվազն սկզբում կարող ես դժվարություններ ունենալ։ Կախված է լսարանից, այսինքն թե ովքեր են քո լսարանում, համար ես դու քաղաքականություն մշակում, ըստ այդմ էլ պիտի գտնես քո հետևորդներին։ Եվ կներեք եւս մեկ հարց տամ, նաև խոսեցիք ապատեղեկատվության մասին, օրինակ ձեր կարծիքով ինչպես կարող ենք կանխել ապատեղեկատվությունը, ինչ միջոցներ կարող ենք կիրառել։ Շնորհակալություն։ Դե ապատեղեկատվության դեմ հիմնական պայքարը տեղեկատվություն տրամադրելն է։ Այսինքն, երբ որ դու տեղեկատվություն ես տրամադրում արագ, շատ արագ եւ օպերատիվ կերպով եւ մանրամասն, արդեն ապատեղեկատվությունը դառնում է անիմաստ։ Ես շատ հաճախ տեսնում եմ, թե ինչպես են օրինակ իմ տեսանյութերի տակ մարդիկ միմյանց իրազեկում։ Օրինակ ես մի տեսանյութ կարող հրապարակեմ ինչ-որ նպաստի վերաբերյալ երեխայի, հա, տրամադրվող, եւ 2 օր հետո տեսնեմ, թե ինչպես է օրինակ մի քաղաքացին, որը շատ ավելի տեղյակ է, անընդհատ հետևում է իմ տեսանյութերին, սկսում ինֆորմացիա տալ հաջորդ քաղաքացուն, այսինքն նույն այդ մեկնաբանությունների մեջ, ինչպես է ինքը իր տեղեկություններով հավաստի, որ ես նայում եմ, որ ճիշտ է, ես նույնիսկ երբեմն կասկածում եմ, թե աշխատող է օրինակ ինչ որ հատկապես աշխատանքի սոցիալական ոլորտի, հա, նախարարության կամ միասնական սոցիալական ծառայության կամ ազգային ժողովի, այսինքն այսպիսի կասկածներ եմ երբեմն ունենում։ Սա նշանակում է, որ մարդիկ տեղեկացված են, երբ իրենք տեղեկացված են, իրենք արդեն ապատեղեկատվությունը դառնում է անիմաստ։ Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն տեղեկատվություն տարածել, այլ այդ տեղեկատվությունը ժամանակին եւ ավելի շուտ տարածել, քան ապատեղեկատվությունը կտարածվի։ Շնորհակալ եմ շատ։ Հաջորդ հարցի համար Հասմիկ Բունյաթյան, խնդրեմ։ Հա, ողջույն բոլորին, ողջույն Տիկին Բաթոյան, ուրախ եմ այս հանդիպման համար, ինձ համար շատ հաճելի էր այս հանդիպման հնարավորությունը, որտեվ ձեզ միշտ հաճելի է լսել, ձեզանից սովորել է, ինչի համար շնորհակալ եմ շատ։ Եվ անկեղծ կլինեմ, այս հանդիպումը նաև ինչ որտեղ տարօրինակ հանդիպում է, հաշվի առնելով, որ նույն ոլորտում ենք գործունեություն ծավալում եւ գիտենք իրար։ Ես հիշում եմ, Տիկին Բաթոյան, դեռևս 2019 թվականին ձեր հարցազրույցներից մեկում դուք նշեցիք, որ հիմա քաղաքական գործիչները ավելի հասանելի են քաղաքացիներին։ Եվ ժամանակը, այո, ցույց տվեց ձեր խոսքերի իրավացիությունը։ Այսօր մենք կապ չունի, որ քաղաքական ուժն է, մենք տեսնում ենք այդ համատարած հասանելիությունը իր դրական եւ ինչ որտեղ նաեւ պիտի ընդունենք բացասական կողմերով, բայց ինչևէ, փաստը կարող ենք արձանագրել, բայց ես ավելի շատ հարց էր սկզբում, բայց այդ հարցը ըստ էության բարձրացվեց, ավելի շատ իմ
մտահոգություններով կկիսվեմ մեդիայում հատկապես քաղաքական գործիչների նկատմամբ այդ ատելության խոսքի առկայության մասին որպես անձ, ով ունի հաշմանդամություն, որը պայմանավորված է հոգեկան առողջության խնդրի առկայությամբ, եւ ինչու եմ սա շեշտադրում, որովհետեւ եթե ատելության խոսքը համատարած է եւ դեռևս կանխարգելման մեխանիզմներ կամ չկան կամ արդյունավետ չեն, ապա այդ ատելության խոսքը կրկնակի խոցելի է դառնում, երբ քաղաքական գործիչներին թիրախավորում են իրենց առանձնահատկությունից ելնելով, կամ եթե այդ անձը չունի որևիցե առանձնահատկություն, ուղղակի թիրախավորելով այդ առանձնահատկությունը, հա, օրինակ գիժ, հոգեկան, հիվանդ, հաշմանդամ եւ այլն, կարճ ասած, խտրական վարք են դրսեւորում։ Իհարկե կան ոլորտային կազմակերպություններ, որոնք որ իրենց գործունեությամբ մշտադիտարկումներ են անում եւ փորձում են կանխարգելիչ միջոցներ ներդնել, բայց կարծում եմ կհամաձայնեք, որ գործողությունների ընդլայնման կարիք կա եւ երևի հարցս ամեն դեպքում ձևակերպեմ, ուզում կցանկանայի իմանալ ինչ նախաձեռնություն, օրենսդրական նախաձեռնություններ են նախատեսվում հետագայում ձեր կուսակցության կողմից կամ առհասարակ ազգային ժողովում հենց այդ կանխարգելիչ միջոցառումների մեխանիզմների ներդրման ուղղությամբ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Իսկապես շատ կարևոր հարց է եւ արդիական այն իմաստով, որ սա միշտ եղել է այս խնդիրը մշտապես եւ ես հիշում եմ, որ նախորդ գումարումների ժամանակ, երբ ես դեռ քաղաքասարակության անդամ էի, ելի ինքս անդրադառնում էի այս հարցին։ Հիմա իհարկե այս հարցին անդրադառնում եմ արդեն իմ լիազորությունների շրջանակում կամ եթե խոսքը վերաբերում է իմ գործընկերներին, ապա որպես գործընկեր եմ իրենց հետ շփվում։ Ես ասեմ, որ ինչպես արդեն նշեցի, օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընդունած էթիկայի օրենսգիրքը սահմանում է, որ խտրական վերաբերմունքը կամ խոսքը հիմնված հաշմանդամության, առողջական խնդիրների վրա անընդունելի է, հա, այս իմաստով, սա շատ կարևոր է։ Կարևոր է նաև օրինակ այն ձեր նշած քաղաքասարակության կանխարգելիչ գործողությունները, որովհետև ես պիտի ասեմ, որ ես դրա արդյունքները տեսել եմ, հատկապես իմ գործընկերների դեպքում, որոշ ես նկատել եմ, թե ինչպես են իրենք եթե սխալվում են, ինչպես են իրենք ընդունում իրենց սխալը, որովհետև քաղաքական խոսքը հատկապես բուռն այսպես բանավեճերի ժամանակ դժվար է կառավարելը, ես որևէ մեկին չեմ արդարացնում իհարկե, բայց այդ խոսքի ընթացքում հաճախ է լինում, որ ձեր նշած այսպես խտրական խոսքն է հնչում անուղղակի, բայց միևնույնն է դա կարող է վիրավորել տարբեր խնդիրներ ունեցող անձանց, հատկապես հոգեկան առողջության խնդիր ունեցողների մասին եմ ես խոսում։ Եվ ես տեսել եմ, թե ինչպես է դա փոխվում իմ գործընկերների պարագայում, այսինքն ես գիտեմ, որ կազմակերպությունները նամակներ են գրում, կազմակերպությունները հրապարակումներ են անում եւ այլն։ Մյուսների պարագայում չեմ տեսել, որովհետեւ ես մերոնց խոսքին եմ հետևում ու նաեւ երբ որ իրանք նույնիսկ իրանց ուղիղ եթերում ուղում են։ Այդ իմաստով շատ ուրախ եմ իհարկե։ Ինչ անհրաժեշտ անել։ Անհրաժեշտ է ընդլայնել այդ գործողությունները, բայց դա քաղաքասարակությունը եւս պետք է անի։ Այդ իմաստով, որովհետեւ ես արդեն նշեցի, դա արդյունավետ է։ Երբ որ հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունները ակտիվ չեն, չի կարող արդյունք լինել, բայց մենք նաև իհարկե կարևորում ենք ընդհանուր խտրականության դեմ ուրեմն օրենսդրությունը եւ առաջիկայում, չգիտեմ այս տարի կհասցնենք թե ոչ, կարծում եմ արդեն ոչ, եթե չեմ սխալվում արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված չէ, մենք հակախտրականության մասին օրենքը պետք է ընդունենք, որը վաղուց քննարկվել է, երկար ուրեմն փուլեր է անցել տարբեր քննարկումների եւ դա եւս սահմանելու է խտրականությունը, այսինքն օրենքի սահմաններում են ինչը անհրաժեշտ է օրենսդրությամբ ամրագրել, մենք այդ ուղղությամբ կամ արդեն աշխատել ենք ունենք կարգավորումներ կամ առաջիկայում կունենանք, բայց դա բավարար չէ, որովհետև այստեղ ես կարծում եմ մենք շատ մեծ անելիք ունենք հենց հանրային կրթության ոլորտում, որովհետև այո, падգամավորների, քաղաքական գործիչների ուրեմն խոսքը պետք է պատշաճ լինի, բայց դա նաև պետք է այսպես ասեմ, իր արտացոլումը գտնի նաև հանրային խոսքում այլ ոլորտներում, այսինքն մյուսների համար եւս դա պետք է անընդունելի լինի, այսինքն այն ինչը որ մեր հանրության մեջ անընդունելի է,
դա մենք կարող ենք համարել կանխարգելում։ Հետևաբար հանրային կրթությունը եւս կարևոր եմ համարում, հատկապես հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող։ Արձագանքման անհրաժեշտություն տեսնում եք, Հասմիկ ջան։ Արձագանքեմ, շնորհակալություն, եթե ունեմ արձագանքելու հնարավորություն, միանշանակ կիսում եմ ձեր տեսակետը, Տիկին Բաթոյան, այո, հենց երեք մենք տեղեկացանք մեր գործընկեր կազմակերպություններից մեկի նախաձեռնության մասին, հա, նամակով աջակցության, այսպես ասած, պատրաստակամության մասին, հանրային խոսքի ձևավորման մշակույթում փոփոխություն անելու համար եւ շատ ուրախացանք, շատ ոգևորիչ էր։ Ես նաեւ որպես քաղաքասարակության ներկայացուցիչ լինելով կարող եմ իմ հավաստիացումը անել, որ կփորձենք նաեւ մենք ինչ որ նախաձեռնություններ մշակել եւ որոնք ուղղված կլինեն ատելության խոսքի դեմ պայքարին, թերևս այսքանը կցանկանայի արձագանքել, ուղղակի այսպես անկեղծ կլինեմ, ես մշտապես եմ հետևում ձեր կոնտենտին եւ հատկապես մեկնաբանություններին, նաեւ մասնագիտությունից ելնելով, աշխատանքից ելնելով, որտեղ ինձ էլ են մտահոգում քաղաքացիների խնդիրները եւ այլն։ Եվ այս վերջերս իրականում այսպես շատ սենց ուղղորդված գրոհ էր ձեր անձի դեմ, ինչը առնվազն ինձ համար ցավեցնող էր, եւ ես շատ ուրախ կլինեմ, որ մի օր հասնենք նրան, որ առնվազն գոնե հասնենք նվազեցման, չասեմ վերացման ատելության խոսքի, բայց գոնե նվազեցման։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ, քանի որ ատելության խոսքը հատկապես ուղղված է մարդկանց երևի լրացնելուն այն պարագայում, երբ իրենք չունեն ասելիք նրա գործունեության մասին, վարած քաղաքականության, հա, եւ հետեւաբար մարդիկ փորձում են այլ կերպ, այլ տեղ գտնել, այսպես ասած, նրա թույլ կողմը, թերությունը, խնդիրը եւ այլն, եւ այդպես է, իմ կարծիքով, իմ վերլուծությամբ այդպես է ձևավորվում, այսինքն այդպես է առաջանում այդ ատելության խոսքը կամ մեկնաբանությունները գրելու ցանկությունը, ես բացարձակ էստեղ բանի այն իմաստով իմ անձի հետ կապված այդ խնդիրը վաղուց չունեմ, հաղթահարել եմ, այսինքն ինձ որևէ մեկնաբանություն չի վիրավորում, որևէ բան ինձ չի ցավացնում, բայց ես կարևորում եմ մեկնաբանությունները եթե դրանք ուղղված են այլ անձանց, այսինքն եթե նույնիսկ իմ էջում գրված մեկնաբանությունը կարող է վիրավորել օրինակ մեկ այլ հաշմանդամություն ունեցող անձի, մեկ այլ կնոջ, մեկ այլ քաղաքացու եւ այլն, եթե նույնիսկ դա ինձ չի ուղղված, այս պարագայում ես փորձում եմ նաեւ դա համակարգել, որովհետեւ դա եւս անընդունելի է, այսինքն մարդը չպիտի նույնիսկ մեկնաբանություններում սոցիալական մեդիայի որևէ տեսանյութի մեկնաբանություններում չպիտի իրեն անապահով զգա, հա, այսինքն ինքը պիտի ազատ լինի մեկնաբանություններ թողնել, ազատ պիտի լինի չհամաձայնել, ազատ պիտի լինի իր կարծիքը հայտնելու։ Հետևաբար սա է ինձ համար ավելի կարևոր, քան անձամբ իմ անձին ուղված, որովհետև իմ անձին ուղված մեկնաբանություններին ես երբեմն հումորով եմ պատասխանում, երբեմն եթե տեղին է լինում եւ այդքան էլ այսպես բանա լինում, երբեմն հեգնանքով, երբեմն հարցերով, բայց դա ինձ չի խոցում ու չի վիրավորում։ Տիկին Բաթոյան, շատ շնորհակալ ենք նման բովանդակալից եւ մարզնին քննարկման համար։ Եվ վերջում մենք ունենք ավանդական հարց, 3 բան, որն անհրաժեշտ է երիտասարդին քաղաքականությամբ զբաղվելու համար։ 3 բան։ Ես կարծում եմ առաջինը եկեք այսպես անենք, հերթականությամբ չեմ, հա, ասում, այսինքն առաջին, երկրորդ, երրորդ չէ, պարզապես թվարկում եմ։
Ես կարծում եմ քաղաքականությամբ զբաղվելու համար պիտի առաջնորդություն մարդը ստանձնի, այսինքն առաջնորդ լինի եւ կարողանա առաջնորդել, այսինքն առաջնորդը իր մեջ ենթադրում է տարբեր խնդիրների լուծում, տարբեր մարտահրավերների կառավարում եւ այլն։ Իմ կարծիքով առաջնորդը մարդ պիտի լինի։ Կարծում եմ պատասխանատվությունը շատ կարևոր է եւ դու ստանձնում ես պատասխանատվություն։ Երբեմն ասում են, թե դե լավ, ինչ դժվար աշխատանք է, որ падգամավոր է աշխատանքը կամ կառավարության անդամի եւ այլն, վերջերս շատ եմ նման մեկնաբանություններ կարդացել։ Աշխատանքը ինքնին, այսինքն այն ինչը որ զբաղվում է քաղաքական գործիչը, կարող է շատ դժվար չի, նկատի ունեմ, չգիտեմ, օրենսդրություն մշակել եւ այլն, բայց ամենադժվարը պատասխանատվություն կրելն է։ Եվ այդ իմաստով պետք է մարդը կարողանա պատասխանատվություն իր վրա վերցնել ու կրել։ Երրորդը երեք բան։ Երևի կրթությունը, այսինքն անընդհատ կրթվելը, ինքնակրթվելը, կրթությունը լայն իմաստով, սովորելը, ավելի շատ սովորելու հմտությունը, անընդհատ սովորելու հմտությունը, դասեր քաղելու հմտությունը։ Շնորհակալություն Տիկին Բաթոյան։ Ես էլ եմ շնորհակալ, այս բանի համար կներեք, շնորհակալ եմ, եթե այլ հարցեր չկան, ձեզ բոլորիդ հաջողություններ եմ մաղթում, եւ որ ամենակարևորն է չվախենալ որևէ բանից, որովհետեւ հատկապես երբ տեսնում եմ, որ մեծամասնությունը, այսինքն երևի բոլորդ, հա, կանայք են, երիտասարդ կանայք են այս խմբում, այս մասնակիցների թվում հիմնականում, կանանց մի փոքր ավելի շատ բան է անհրաժեշտ քաղաքականության զբաղվելու, մի քիչ ավելի շատ ջանք է պետք իրանց, ցավոք, բայց իրենք ունեն իրենց առավելությունները եւ հետեւաբար պիտի ձեզ մաղթեմ, որ դուք ճանաչեք ձեր առավելությունները, ձեր ուժեղ կողմերը եւ դրանց վրա հիմնվեք։ Ու չվախենաք երբեք որևէ դժվարությունից, որը կարող է ձեզ հետ պահել։ Այնպես որ բոլորիդ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալ ենք։ Երիտասարդների ակումբը եւս շատ շնորհակալ է եւ հուսով ենք ապագայում ելի հնարավորություն կունենանք ձեզ լսելու։